Ամերիկայի եւ Իրանի ուժերը հարվածներ փոխանակած են Բարսի ծոցին մեջ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ այդ լուրջ լարվածության սրում չի համարեր եւ նշած է, որ հրատատարը կպահպանվի։ Կհաղորդե Reuters գործակալությունը։ Թրամփ հայտարարած է, որ Ամերիկայի 3 ռազմաձովային ագանագիրներ հարձակումի ենթարկված են Հորմուզի նեղուց անցնելու ադեն, սակայն հաջողությամբ դուրս եկած են նեղուցեն։ Թրամփին խոսքով Իրան ավելի շատ կուզե համաձայնության հասնել, քան Ամերիկան։ Իր հերթին Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը Ամերիկան մեղադրած է հրատատարը խախտելու համար, նշելով, որ ամերիկյան ուժերը թիրախավորած են իրանյան նավթադարը եւ ուրիշ նավը, ինչպես նաեւ օդային հարձակումներ կատարած են Հորմուզի նեղուցին մեջ գտնվող Քեշմ գղզի եւ մոտակա ափամերձ տարածքներու քաղաքացիական տարածքներուն վրա։ Իրանցի զինվորականները հայտարարած են, որ պատասխանած են հարձակելով նեղուցեն արևելք եւ Չաբահարի նավահանգիստեն հարավ գտնվող ամերիկյան ռազմանավերուն վրա։ Իրանի Խաթամ Ալ-Անբիա գետրոնական շտաբի խոսնակը հայտարարած է, որ Իրանի հարվածները նշանակալի վնաս հասցուցած են։ Իրանի Press TV-ն ավելի ուշ հաղորդեց, որ քանի մժամ դեված փոխադարձ հարվածներեն հետո իրավիճակը Հորմուզի նեղուցին գտնվող իրանյան գղզիներուն մեջ եւ ափամերձ քաղաքներուն այժմ գրգին կարգավորված է։ Իրավիճակի այս նոր սրումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրան ուսումնասիրե Ամերիկայի առաջարկը ուղղված պատերազմի դադրեցման։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Եվրոպայի հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ համաձայնած է Եվրամիության ժամանակ դալու մինչև 4 հուլիս արևդրային համաձայնագիրով ստանցնած բարդավորությունները կատարելու եւ ամերիկյան ապրանքներու նկատմամբ մաքսադուրքերը վերացնելու համար։ Այս մասին անհայտնած է Truth Social-ի մեջ։ Եվրամիությունը խոստացած է կատարել իր բարդավորությունները եւ մաքսադուրքերը զերոյի հասցնել։ Ես համաձայնեցա ադոր ժամանակ դալու մինչև Ամերիկայի 250 ամյակը գամալ ցավոք մեր մաքսադուրքերը պիտի ավելնան մինչև անհամեմատ ավելի բարձր մագարտակի քրած է Թրամփ։ Անավելցուցած է, որ այլ թեմաներու շարքին Եվրոպայի հանձնաժողովի ղեկավարին հետ քննարկած է նաև Իրանի շուրջակա մարդությունը։ Նախագահը վստահեցուցած է, որ ինք եւ ֆոն դեր Լայն համաձայնության եկած են, որ Տեհրան երբեք միջուկային զենք պետք չէ ունենա։ Լիբանանի հարավին եւ արևելքին, ինչպես նաեւ Բեյրութի հարավային արվարձանին Իսրայելի հաստուցած հարվածներուն հետևանքով մարտ 2-ին մինչեւ օրս զոհվածներու թիվը հասած է 2727-ի, 8400 անց վիրավորված է, հայտարարած է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության դեղեցություններով Իսրայելի հարվածներուն հետևանքով վերջին 24 ժամվան ընթացքին զոհված է 12 բնակիչ։ Ըստ դեղեցություններու միայն մայիս 6-ին Իսրայելի օդուժը հարվածներ հաստուցած է Լիբանանյան 28 բնակավայրերում։ Նշված է, որ 7 մայիսին շարունակված են օդային հարվածները հարավային Լիբանանին։ Երկրաբահի անունը կգրե ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը, պաշտպանել մեր հայրենիքի սահմանները եւ պահպանել ձեռքբերված խաղաղությունը, ըսված է Սասուն Միքայելյանի ուղերձին մեջ երկրաբահներու օրվան առիթով։ Այս օրը մեր անկախության, pedagogiության եւ բանագաշինության գերտման, մեր անվտանգության ապահովման գաղափարի շուրջ համախմբման խորհրդանիշ է։ Հավերժ բարք նահատակներուն, մեր խոնարհումը հերոսածին մայրերուն, բարք ու խաղաղություն մեր հայրենիքին համախմբում մեր ժողովրդին, ըսված է Սասուն Միքայելյանի ուղերձին մեջ։ Ձեզ յետեր Անի Զեյթունցյան։